Պիտի կարդամ մեկ համար և կուզես համարի մասին խորենք մտածենք։ Առակաց 14-րդ գլխի մեջ գրված է 12-րդ համարը հետևյալն ասում ամենակալ Աստված Սողոմոնի շուրթերով մեզ ամեն մեկիս գրված է կա ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին բայց նրա վերջը մահվան ճանապարհն է Քուրաչան եղբայրներ ջան ուղղակի կուզեի որ այսօր ամեն մեկս մեզ տեսնենք հիշում եք Սուրբ Գրքի մեջ Եսայի մարգարության մեջ Ավետարանի մեջ գրված է Տեր Հիսուս ինչ էր ասում Եսայի մարգարության 6-րդ գլխի մեջ կարդամ այդ տողերը ամենակալ Տեր Հիսուս Քրիստոսը այսօր ուզում է որպեսզի մենք սա կարողանանք տեսնել 6-րդ գլխում ինքը ամենակալ Աստված 9-րդ համարի մեջ հետևյալն էր ասում Եվ նա ասաց գնացիր այս ժողովրդին լսելով կլսեք բայց չեք հասկանալ տեսնելով կտեսնեք բայց չեք իմանալ Այսօր ուզում եմ որպեսզի այսօր դու կարողանանք տեսնել մեր իրական պատկերը Ամենամեծ ցավը հետևյալն է որ անձնարարությունը չի տեսնում իրեն Ինչքան է խոսվել դատի մասին բամբասանքի մասին հետաքրքիր է անձնավորությունը իրեն սխալի չի տեսնում բայց տեսնում է ուրիշինը Եվ հիշեք Մատթեոս ավետարան 7-րդ գլխի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ինչ է սովորեցնում եւ ինչ է ասում գրված է մեր ամեն մեկի համար Կարդամ 7-րդ գլխից 3-րդ համարից Ինչու քո եղբորը աչքի միջի շուղը տեսնում ես եւ քո աչքի միջի կերանը չես նշмарում Մի հատ հարց եմ ուզում տալ կերանի մեջ ինչքան շուղ կա Պատկերացրեք մի հատ հաստ կերան եւ այնտեղ պատկերացրեք ինչքան լուցկու հատիկ կա այդ կերանի մեջ Մենք սա չենք տեսնում, որ մեր մեջ կերան կա, տեսնում ենք եղբոր կամ քրոջ աչքի մեջի շուղը։ Այսօր ասոյի նպատակը հետևյալն է, որ ես եւ դու տեսնենք մեր իրական վիճակը։ Ինչու համար, որ դարձի կանք լուրջ ապաշխարենք եւ փրկություն ունենանք։ Եղբոր աչքի շուղը տեսնելով քո մեղքը կամ հանցանքները չի ներվում։ Եվ սա համար կուզեի, որպեսզի ես եւ դու լուրջ ուշադրություն դարձնենք այս վիճակին։ Քուրես ջան, եղբայրներ ջան Առակաց 14-12-րդ համարի վրա շատ անգամ մտածել եմ, ուղղակի ուզում եմ հարց տալ, աշխարհի ամենաանմիտ անձնավորությունը։ Ինչ եք մտածում, ձերքը շիկացած վառարանի մեջ կմտցնի։ Իհարկե ոչ։ Բայց հետաքրքիր է, այստեղ գրված է, կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհն է։ Որն է պատճառը։ Սուրբ Գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է մոլորությունների վրայով, ուղղակի մեկ համար եմ ուզում մեջ բերում անել, Մատթեոս ավետարանի մեջ ինքը Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր հրեաների հետ ասելով 22-ի 29 համարի մեջ մոլորված եք, ոչ չգիտեք գրքերը եւ ոչ էլ Աստծո զորություն։ Երբ որ մարդը չի ճանաչում Աստծուն եւ չի ճանաչում Աստծո զորությունը եւ չի ճանաչում որ Աստծո է բուն նպատակը, որ մարդը ժառանգի հավիտենական կյանքը Այսօր մարդը ինչու՞մ պիտի ցկտի։ Այսօր համար ուղղակի կուզեմ, որ ես եւ դու տեսնենք մեր իրական պատկերը։ Աստծո նպատակը սա է, եւ սրան զուգահեռ ուզում եմ կարդալ Սուրբ Գրքի մեջ գրված հետեւյալ տողերը, որը խոսում է եկեղեցու վրայով։ Հայտնության 3-րդ գլխի մեջ 14 համարում մենք կարդում ենք Լավուդիկեի եկեղեցու վրայով, երբ որ ամենակալ Աստված ասում է Լավուդիկեի եկեղեցուն հետեւյալ միտքը Գիտեմ քո գործերը 15 համարից, որ ոչ ցուրտ ես, ոչ տաք։ Ո՞ց է ցուրտ լինել կամ տաք։ Ուրեմն որովհետև կարճ ես, եւ ոչ տաք եւ ցուրտ, եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փրկեմ իմ բերանիցը։ Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ, մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ, բայց չգիտես թե դու թշվառ եւ ողորմելի եւ աղքատ կույր մերկ ես։ Խրատ եմ տալիս քեզ ինձանից կրակում փորձված ոսկյար որ հարստանաս եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, եւ դեղ դիր աշկերիդ, որ տեսնես։ Քուրես ջան, եղբայրներ ջան, Լավուդիկե եկեղեցին իր վրայով կարծում էր, որ ինքը որոցը մեկ բանի կարիք չունի, հարուստ է։ Այսօր ինչով էր հարուստ։ Այսօր շատերը կարող են մտածեն մարմնավոր ինչ որ վիճակներով, ոչ,
Այսօր Լաբուտիկե եկեղեցին կարող է ուներ զորություններ, հրաշքներ կործելու լավ խոսք ուներ, բայց ամենակարևորակույնը ինքը չէր տեսնում, որ այս ամենից ընկում ինքը մերկ է։ Հիշում եք, Տեր Հիսուսին մոտեցան, Մատթեոս ավետարանի մեջ գրված է, ինչ ասեցին, Տեր քո անունով մենք դևեր հանեցինք, զորություններ կործեցինք, Տերն ինչ ասեց, մեկտի գնացեք, ես ձեզի բնավ չեմ ճանչնա։ Բայց ուղղակի ես ուզում եմ, որ ես եւ դու տեսնենք, որտեղից է Լաբուտիկեի եկեղեցու խնդիրները։ Մենք էլ այսօր շատ անգամ այս վիճակն ունենք։ Սուրբ Գրքի մեջ երբ որ մենք հաղթացինք, կա ճանապարհ ուղիղը Մարտիս առաջին, բայց նա վերջը մահվան ճանապարհն է, եւ Լաբուտիկեի եկեղեցուն Տերն ասում է ոչ տաք ես եւ ոչ էլ ցուրտ, գաղշի վիճակի մեջ։ Եղբայրներ, քույրեր, ուզում եմ որպես այսօր ես եւ դու տեսնենք մեր իրական պատկերը։ Մեկ բան է Աստծո խոսքը գիտենալ եւ մեկ բան է Աստծո խոսքով ապրել։ Եվ կուզեմ անդրադառնալ թե Լաբուտիկեի եկեղեցու խնդիրները որտեղից էր։ Եվ այս համարը ուզում եմ հետ նայենք։ Գրված է, ինչ ասում ամենակալ Աստված մեզ ամեն մեկիս։ Լաբուտիկեի եկեղեցին ասում էր, ես հարուստ եմ, մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ։ Իսկ Տիրոջ հրեշտակ հետեւյալն ասում, չգիտես թե դու թշվառ եւ ողորմել եւ աղքատ եւ կույր եւ մերկ ես։ Այսինքն այս խնդրումը առաջանում է հենց այս կարևորագույն կետերից։ Ուղղակի վերջից եմ ուզում գալ, գրված հետեւյալը մերկ ես։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Այսօր երբ որ մենք նայում ենք շատ անձնավորություններ, իրոք Աստծո խոսքից հեռու են, մերկ են Աստծո խոսքից։ Ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Որն է մեր մերկությունը։ Ծածկոցը Աստծո խոսքն է։ Այսօր լինում է պարականներ, երբ որ անձնավորությունը ինչ որ մեկ վիճակի մեջ սայթակում ընկնում եւ չի տեսնում։ Պատճառը Աստծո խոսքի հետ հարաբերություն չունենալն է։ Բայց երբ որ մենք նայում ենք Եփեսոս եկեղեցուն ամենակալ Աստված հորդորում է ասելով հետեւյալ միտքը։ Սա բազում անգամ եղբայրները խոսել են, շատ անգամ քարոզվել է համարները։ Նայեք ինչ ասում Եփեսոս եկեղեցուն ամենակալ Տիրոջ խոսքը։ Սրա համար Աստծո սպառազինություն արեք, որ կարող լինեք հակառակորդին կենալ չարության օրումը եւ ամեն կատարելով հաստատ կանգնել։ Հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտության կոտևորված, արտարության զրահ հակած եւ ձեր ոտների կոշիկը հակած խաղաղության ավետարանի պատրաստությունով եւ ամենի վրա հավատքի վահանը առեք, որ կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերին հանգցնել։ Եվ փրկության սաղավարտ առեք եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր այս կարևորագույն կետերը եթե մեր կյանքի մեջ չկա, մենք մերկ ենք եւ չենք կարող դիմակայել։ Աստված ասում է, որ ես եւ դու սա ունենանք մեր կյանքի մեջ։ Եղբայրներ, քուրեր, չեմ ուզում երկար կանգնել այս մտքերի վրա, ուղղակի Լաբուտիկեի եկեղեցու խնդիրներն եմ ուզում ցույց տալ, որ այսօր մեր կյանքի մեջ կա։ Առաջինը խոսում էր հետևից ենք նայում, մերկ ես, երկրորդը կույր ես։ Այսօր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ ես եւ դու չենք տեսնում մեր իրական պատկերը։ Մենք չենք տեսնում, որ մենք ունենք խնդրեմ։ Հռոմեացիս 6-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը խոսում էր իրեն անձի վրա ասելով հետևյալը. Արդ ինչ ասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհք շատանա քավլիցի, մենք որ մեղքին մեռանք, էլ ինչպես կապրենք նրան։ Եվ ինքը խոսում է, որ Քրիստոսի հետ բարձրացել է խաչը, խաչված է։ Բայց հետաքրքիր է 7-րդ գլխի մեջ հայտնաբերում է մեկ վիճակ, ոչ թե ես, այլ իմ մեջ բնակված մեղքը։ Եվ 7:24-ում հետևյալն ասում. Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կապրեցնի ինձ այս մահի մարմնից։ Պողոս առաքյալը տեսավ, որ իր մեջ կա մեկ վիճակ, մարմնավորություն։ Եվ սա էր պատճառը, որ առաջի Կորինթացիս 9:27-ում ինչ էր ասում։ Գրված է. Ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ։ Նույն Պողոս առաքյալը հետևյալն էր ասում. ես ամեն օր կմեռնիմ։ Ոչ թե ինքը ֆիզիկապես մեռնում էր, այլ իր մեջ մեռցնում էր մարմնավորությունը։
Այսօր ես եւ դու չենք տեսնում մեր մարմնավորությունը, մեր մարմնավոր ցկտումները։ Երբ որ խոսում ենք, որն է մեզ համար առաջնային, բոլորիս պատասխանը միանշանակ մեկն է, հոգևորը։ Բայց լավ հարց եմ տալիս, եթե հոգևորն է, ինչ չափով ենք հոգևոր զբաղվում եւ ինչ չափ ենք ժամանակ տրամադրում մարմնավորին։ Այսօր մեր կյանքի մեջ ավելի շատ մարմնավորությունն է։ Սիրելիս, Աստված ուզում է, որպեսզի մենք սա տեսնենք։ Աստված ուզում է տեսնել, որ մենք իրոք կամաց շեղվում ենք, տեսնեն, որ շատ անգամ արդեն մենք փող զիջման ենք գնում։ Սրա համար ամենակալ Աստված ուզում է, որ իրոք մեր աչքերը բացվի։ Եվ Աստծո խոսքն ասում է, տեղ դիր քո աչքերին, տեղ Աստծո խոսքն է։ Եվ մենք շատ անգամ խոսել ենք Աստծո խոսքի, Աստծո օրենքի վրա, որն է օրենքի բարությունը։ Օրենքը ցույց է տալիս մեր անկարող վիճակը, ցույց է տալիս մեր մեղք բնությունը, օրենքը ցույց է տալիս մեր թշվառ վիճակը։ Լավուտեկի եկեղեցին սա չէր տեսնում։ Եվ երբ որ կարդում ենք հաջորդը գրված է, որ դու աղքատ ես, բայց Լավուտեկի եկեղեցին իրեն հարուստ էր, կարծում։ Քուրած ջան, եղբայրներ ջան, այսօր կան եկեղեցիներ հարստությունը տեսնում են հետևյալի վրա, կա զորություն, կա բժշկություն, կա լավ խոսք, հարստությունը Քրիստոս կյանքը։ Մի հատ հարց եմ տալիս ես։ Հիշում եք, Առակաց գրքի մեջ գրված հետևյալ տողերը, ավելի լավ է խոտեղեն կերակուր հետը սեր, քան սկեր զվարակներ վիճապանության։ Մի որն է նախընտրելի։ Գեր զվարակներ վիճապանության, թե խոտեղեն կերակուր հետը սեր։ Այսօր մարդը ցկտում է այդ գեր զվարակին, ինքը չի տեսնում, որ աղքատությունը Քրիստոս չունենալն է, Քրիստոս կյանք չապրելն է։ Այսօր մարդիկ խորը մտածում են, եւ շատերն էլ լսել են, որ աղոթում են, Տեր, էս տուր, փոխանակ խնդրես, որ քեզ եմ ուզում, Տեր։ Եբրայեցիս 11:6 ինչ էր ասում, եւ թե իրեն խնդրողներին վարձատույց կլինեն։ Եղբայրներ քույրեր, այսօր առաջի մեծ հարստությունը Քրիստոս կյանքն է։ Եթե չունես Քրիստոս կյանք, դու ամենաաղքատ մարդն ես։ Հարստություն ասելով մենք ինչ ենք հասկանում, հոգևոր տեսանկյունը, մարմնավորին չեմ ուզում անդրադառնալ։ Բժշկություն, զորություններ, տեսիլքներ, հայտնություններ, ոչ սիրելիս, ամենահարուստը այն անձնավորությունը եւ այն եկեղեցին է, որտեղ որ Քրիստոս է թագավորում։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից եւ ուշադրություն դարձեք, կարդում եմ Սուրբ Գրքի մեջ հետեւյալ տողը, Առակաց 6-րդ գլուխ 10-11 համար։ Ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Գրված է. մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռքի տնել, պարկել, այն ժամանակ քո աղքատությունը ճանապարհորդի պես կգա եւ քո կարոտությունը սպառազինյալ մարդի պես։ Եվ սրան զուգահեռ հիշում եք Եզեկիել մարգարեություն 16:49 համարի մեջ գրված է հետևյալ տողերը, ինչ էր ասում ամենակալ Աստված Եզեկիելի շուրթերով։ Ահա սա է քո քույր Սոդոմի անօրենությունը։ Ինչն էր։ Հպարտություն, հացի կշտություն եւ անհոգ հանգստություն։ Եվ իշեք մարգարեության մեջ ամենակալ Աստված ինչ էր հորդորում մեզ ասելով. Մզովյալ լինեն անձնավորությունը, որ Տիրոջ գործը ծուլությամբ կենը։ Եղբայրս քույրս, Աստծո խոսքի մեջ գրված է սա, եւ Աստված ուզում է, որ ես եւ դու տեսնենք սա։ Կարդում եմ նույն Առակացի 10:4 համարը։ Ինչ ասում ինքը ամենակալ Աստված։ Ծույլ ձեռքերով բանողը աղքատ է լինում, իսկ ժիր ձեռքերը հարստացնում է։ Այսօր հարցը հետևյալն է, ինչ չափով եմ ես աշխատում Աստծո հայկու մեջ։ Ուղղակի կուզեմ ամեն անգամ սա ասում է, հիշում եք, նույն հայտնության մեջ երկրորդ գլխում Եփեսոս եկեղեցում Տեր հորդորում ասում էր. հիշիր թե որտեղից վայր ենք արի եւ զղջա առաջին գործերը տալը։ Հիշեք մեր առաջի քայլերը։ Երբ որ մենք ընդունեցինք Քրիստոսին, ամեն մեկին փոխանցում ենք այդ մեծ լուրը, ավետիսը, բայց հիմա այսօր ամեն մեկ անձնություն ուզում է անօգ կյանքով ապրել, հանգիստ կյանքով։
Սա ասում հաճելի չէ։ Եվ հաջորդը, երբ որ մենք նայում ենք քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Տիրոջ բուն նպատակը մեկն է, որ մենք Քրիստոսով հարստանանք։ Եվ Առակաց 13:18-ի մեջ նորից գրված է. աղքատություն եւ նախատիկ կա խրատ մերժողի համար, իսկ հանդիմանությունը պահողը կպատվի։ Աղքատություն եւ նախատիկ կա խրատ մերժողի համար։ Այսօր եթե դու խրատը չես մերժում, անպայման պիտի աղքատանաս Քրիստոսը։ Այսօր լինում է պարակայ, որ մարդուն խրատում ես, ինքը նորից իրեն նանում է։ Եվ այստեղ նույն միտն է գալիս, կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին։ Այսինքն մտածում է, որ ինքը ճիշտ ճանապարհով է գալում, այդ խրատը կամ հանդիմանությունը չի ընդունում վերջնակետը, այդ կորուստն է։ Հարց եմ տալիս, եթե նայենք Սուրբ Գրքի մեջ, հին ուխտից եմ անդրադառնում, ուշադրություն դարձեք, եթե այս անձնավորությունը իր զավակներին խրատեր, խոսքը Առաջի Թագավորաց գրքի մեջ է գրված, ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք։ Խրատեր, ժամանակին տեր կանգներ, ինչ եք մտածում։ Ինքը իրեն զավակները կկորցներ, թեպետ եւ ես հավատում եմ հետեւյալին, որ այս անձնավորությունը իր զավակներին խրատել է։ Հեղի քահանան։ Ես չեմ կարծում, որ հեղին մատների արանքով է նայել։ Խրատել է։ Եվ ես չեմ հավատում, որ որևէ մեկ ծնող իր զավակը չի խրատել։ Բայց հարցը հետևյալն է, ինչի զավակը չի ընդունում, որովհետև զավակը խորը մտածում է, որ իր ճանապարհը ճիշտ է։ Եվ վերջնակետում գալիս է հենց այս կետին։ Իրեն աչքին ճանապարհը ճիշտ է թվում, բայց վերջնակետը մահվան ճանապարհն է։ Սրա համար ամենակալ Տիրոջ խոսքը մեզ ասում է աղքատություն եւ նախատիկ կա խրատը մերժողի համար։ Եթե սո աղքատությունը կա, քույրս եղբայրս լաբուտիկե եկեղեցին փաստորեն խրատ չեր լսը։ Լաբուտիկե եկեղեցին քույրեր չեր տեսում իրեն մերկությունը։ Իրեն տեսնում էր լավ, ինքը հարուստ է, որից է բանի կարիք չունի։ Լաբուտիկե եկեղեցին չեր տեսնում, որ ինքը մերկ է։ Եվ երբ որ մենք նայում ենք երկրորդ միտքը վերևից որ նայում ենք գրված է ողորմելի։ Իսկ հարց եմ տալիս, ով է ողորմելի։ Առաջի Կորինթացիս 15:19 համարի մեջ կարդում եմ հետևյալ միտքը, ինչը ասում, ինք ամենակալ ասված ինձ եւ քեզ։ Գրված է. եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմել ենք։ Այսինքն, եթե քու նպատակդ Քրիստոսին գալու այս ժամանակավոր կյանքն է, դու ողորմելի անձնավորություն ես։ Ու ես վստահ եմ, լաբուտիկե եկեղեցին շատերը դարձել են Տիրոջը հենց այս պայի վրա, որ Աստված իրենց ողորմություն աներ։ Մարմնավորը, նյութականը։ Հիշեք Հովաննես ավետարան 6-րդ գլուխ առաքյալներին եւ աշակերտներին։ Չգիտեմ աշակերտներին ինչ զորություններ էին գործել, բայց վստահ եմ տեսել էին Հիսուսի այդ մեծ զորությունը եւ նաեւ առաքյալների։ Ու վստահ եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը նաեւ առաքյալներին էր, աշակերտներին էր տվել իշխանություն։ Բայց երբ որ Հիսուսը խոսաց, որ չի եկել այս ժամանակավոր կյանքի համար, եկել է հավիտենականի համար, գրված է ասացին խիստ այդ բանը։ Եվ թողեցին Տեր Հիսուս Քրիստոսին։ Նորից եմ ասում, ով է ողորմելի։ Ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ ասում է. եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմել ենք։ Եվ վերևի համար, երբ որ մենք կարդում ենք, ինքը ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ հետեւյալն է հիշեցնում ասելով հետեւյալը. չգիտեք թե դուք թշվար ողորմել եք, թշվար։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Ես այ մարգարության մեջ կարդում եմ հետեւյալ միտք, ուշադրություն դարձրեք, մի հատ հետաքրքիր միտք է ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ 51:21 համարում Եսայ մարգարեն ինչ է ասում ինձ եւ քեզ գրված է ուրեմն լսիր այս ով խեղճ մյուս թարգմանության մեջ գրված է թշվար որ հարբած ես բայց ոչ թե գինիով մարդը հարբում է
իրեն եսով, իրեն փառքով։ Ինքը ամենաթշվառ անձնավորությունն է։ Եվ Լավուդիկե եկեղեցու պարտությունը հենց այստեղից էր, որ առաջինը ինքը թշվառ էր, այսինքն հարբել էր գինիով, փառքով, մարմնավորով։ Ինչ էր ասում ինքը, ուշադրություն դարձեք, նորից կարդամ Լավուդիկե եկեղեցու խոսքը։ Ինչ է ասում, որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ, մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ։ Ինք ինչով էր հպարտանում, հարբել էր փառքի գինիով։ Եվ այսօր անձնարությունը նույն վիճակն է, գիտեք, այստեղ երբ որ մենք կարդում ենք Լավուդիկեն մենք ենք։ Կամ երբ որ կարդում ենք այս 7 եկեղեցիները, մենք ենք ժամանակահատվածները, մեր ապրած վիճակը։ Եկեղեցի, որը չարին չէր կարող համբերել, բայց ուներ խնդիր։ Եկեղեցի, որը իրոք դեմ էր դնում ամեն ինչին, բայց իրեն մեջ խնդիրներ կար։ Եվ այսօր Աստված խոսում է որպես անհատներ մեզ հետ։ Եվ Աստված ողորմություն անի, որպեսզի Լավուդիկեի պես մենք չմտածենք ես։ Եվ Աստված օգնական լինի, ինչպես որ Առակաց 14-ի 12-ի մեջ գրված է, կա ճանապարհ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհն է։ Սա պիտի տեսնենք։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Քուրես ջան, եղբայրներ ջան։ Նորից եմ ասում, մեր այսօր ամենաառաջի համար մեկ պրոբլեմ ինչն է, որ մենք չենք տեսնում մերը, տեսնում ենք ուրիշին։ Մարդը տեսնում է միշտ ուրիշի սխալը, բայց իրանը չի տեսնում։ Սա կուրության հետևանք է։ Աստված այսօր ասում է ինձ եւ քեզ, տեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Շատ անգամ մենք տեսնում ենք մարդկայնորեն, մարդկային տեսանկյունով, մարդկային մտածելակերպով։ Բայց ասոյ նպատակը հետևյալն է, եկել է, որպեսզի փոխի մեր բնությունը։ Հետաքրքիր է, ուշադրություն դարձեք այս դրվագին Գործք առաքելոցի մեջ, երբ որ մենք կարդում ենք Ստեփանոսին քարկոծում են։ Հարց եմ տալիս, Ստեփանոսը ինչ էր տեսնում։ Այդ քարկոծողներին ինքը ինչ էր տեսնում։ Ասված մի արասն է։ Դու Ստեփանոսի փոխարեն ես։ Երբ որ քեզ քարկոծում են, այդ մարդուն դու ինչ ես տեսնում։ Եվ այսօր թող Աստված ողորմություն անի, որպեսզի այդ մեր աչքերը բացվի, այդ պահը տեղի կունենա միայն մեկ դեպքում, երբ որ ես եւ դու Քրիստոսի մեջ ենք, երբ որ Աստծո խոսքի հետ կապված ենք։ Գույրը մարդ է, որ Աստծո խոսքի հետ կապ չունի։ Երբ որ մենք կարդում ենք Սաղմոսների մեջ, նայեք ինչ է հորդորում ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ 119-րդ Սաղմոսում նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ 105 համար։ Քո խոսքը ճրակ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Չկա խոսքը, ուրեմն կույր ես։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուղղակի Տիրոջով խնդրանք սա։ Այսօր չլինենք Լավուդիկե։ Այսօր ասո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու ժառանգ ենք հավիտենական կյանք։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք Տիրոջից, ինչպես եղբայրս էլ հիշեցրեց, որը առիթ է տվել այսօր նորից մենք հավաքվենք իր ներկայության մեջ եւ հնարավորություն է տվել եւ խաղաղ ժամանակներ է տվել։ Իրոք պետք է դա ամենը գնահատել, սիրելիներ, որովհետեւ գուցե մի ժամանակ կա կամ վաղվա օրը մերը չլինի, չգիտեմ։ Ամենքս գիտենք մեր ընթացքը եւ Աստված իր գործը իր հունով տանում է առաջ, որովհետեւ մենք լսենք, սովորենք, մենք տեսնենք ավետարանի հայելու առաջ, մեր ներսը կարողանանք տեսնել, մեր ներսը կոտրվի Աստծո խոսքից, իր խոսքը բարձրացնենք, կենտանանա մեր մեջ, որ մենք էլ կենտանի քարերի պես հոգեվոր տաճար շինվի մեր ներսը, թող Տերը փառավորվի, սիրելիներ։ Մի տեղ եմ ուզում կարդալ Աստծո խոսքից Ղուկասու ավետարան 16-րդ գլուխ 19-րդ խոսքից, այս պատմությունը մենք շատ լավ գիտենք, բոլորս գիտենք, շատ անգամ խոսվել է,
Եվ այսպես ասում ավետարանը, ասում է մի հարուստ մարդ կար, եւ սա Տերն է պատմել, իհարկե, Տեր Հիսուսն է պատմել էս, եւ շատ ազնիվ ծիրանի եւ բեհեզ էր հագնում, եւ ամեն օր փառավոր զվարճություն էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարով, նրա դռան մոտ գծված էր խոցերով լիքը, եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցը, որ հարուստի սեղանիցը ակնում էին։ Այլև շներն էլ գալիս էին, նրա խոցերը լիզում էին։ Եվ եղավ, որ աղքատը մեռավ, հրեշտակները տարան նրան Աբրահամի գոգը, հարուստն էլ մեռավ ու թաղվեցավ։ Եվ դժոխքումը միշտ տանջանքի մեջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռվանց Աբրահամին տեսավ եւ Ղազարոսին էլ նրա գոգումը։ Եվ նա աղաղակեց, ասեց հայր Աբրահամին, ողորմիր եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջե ջրով եւ իմ լեզուն հովացնե, որովհետեւ այս կրակի բոցի մեջ տանջվում եմ։ Աբրահամն էլ ասեց, որդյակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կյանքում եւ նմանապես էլ Ղազարոսը չարչարանքները, եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եվ վերջը, միջև վերջ չեմ ուզում կարդալ, նա խնդրեց, որ ղրկեղ կամ Ղազարոսին կամ մեկին, եւ Աբրահամը ասեց, որ եթե հարություն էլ առնեն, մեկը կնա, էլի չեն հավատա, բայց այնտեղ կա ասում է Մովսեսն ու մարգարեները կան, թող նրանց ականջ դնեն։ Այսինքն նորից մարդու միտքը ուղղում է դեպի ավետարանը, դեպի Աստծո խոսքը, որ մենք այնտեղից սովորենք։ Հիմա այս պատմության մեջ սիրելիներ տեսանք, որ հարուստի համար կարճ բան էր գրված, ասում է ազնիվ ծիրանի բեհեզ էր հագնում եւ ամեն օր փառավոր զվարճություն էր անում։ Հիմա այս կարճ խոսքերի մեջ կարող ենք տեսնել հարուստի ներսը։ Ներսն է կարևորը, չէ՞։ Ներսը արտաքինից մենք կարող է շատ այսպես բաներ ցույց տանք, բաներ խոսանք, բայց ներսը ինչ կա։ Այդ վիճակը, ներսի վիճակը, տես մենք Այնտեղ օրինակներ բերվում ծննդոց գրքի մեջ էլ, չէ, որ Կայենն ու Աբելը զոմադուց արեցին, այնտեղ է կարճ էր գրված։ Ասում է եւ եղավ, որ օրեր անցնելուց վերջը Կայենը երկրի պտղից է Եհովային ընծա մատուցեց։ Ընդամենը կարճ հատված։ Իսկ Հաբելը ոչխարների անդրանիկներից ու նրա պարարտներից է։ Հիմա սա ցույց է տալիս մարդու մեջ եղած վիճակը, նրա ընտրությունը, հարուստի, ասենք, ուշք ու միտքը մտածել է ամեն ինչը կարգի է դրել, լավ է ամեն ինչը կարելի իրան թույլ է տալիս, հիմա ինչպես պիտի ինքը արտաքինը երևա իր ազնիվ ծիրանի պես հագնի, փառավոր զվարճություններ, ուրախություն, բայց նրա ներսը ինչ կար։ Նրա ներսը այդ ուրախությունն էր։ Նրա ներսը երկրավոր կյանքի, ժամանակավոր կյանքի ուրախությունն էր, վայելելն էր։ Իր ուշք ու միտքը ինքը դրանից ավել էլ երեք բանել չէր մտածում։ Կարևոր ինչ-որ մի բան էր ասել, կարևորը մի հատ վիճակի մեջ էր հայտնվել, այդ իրան հերիք էր։ Բայց կա նաև մի ուրիշ վիճակ, որ աղքատ Ղազարոսին ենք նայում ու տեսնում, որ ասում է խոցերով լցված, հարուստի դռանը գծված, եւ շներն էլ լիզում էին նրա վերքերը, բայց նրա ներսը ինչ էր կատարվում, սիրելի։ Նրա ուրախությունը ինչ էր, նա այդ վիճակի մեջ ինչին էր համբերում, ինչ էր փափագում, որ արդյունքում, գիտեք, մի անգամից որ արդյունքը այստեղ Տերը շարունակության մեջ պատմեց արդյունքը ինչ եղավ նրանց, մենք տեսնում ենք, սկսում ենք խորել, ինչ եղավ սրա արդյունքը։ Եվ արդյունքում եղավ, որ հարուստը հայտնվավ դժոխքի կրակների մեջ, այսինքն այդ ժամանակավորը փնտրողը այդ երկրավոր վիճակների մեջ իրան լավ զգացողը հանկարծ հայտնվեց դժոխքի կրակների մեջ։ Ու Ղազարոսը ինչ էր արել։ Ու Ղազարոսը հայր Աբրահամի ձեռքերի մեջ եւ երբ որ խնդրեց Աբրահամին, Աբրահամը մի շատ կարեւոր բան ասեց, որդյակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կյանքում։ Եվ նմանապես էլ Ղազարոսը չարչարանքները։ Եվ սա այստեղ հիմա մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Մենք, գիտեք, սիրելիներ, հարուստը մտածում էր կյանքը վերջանում է այդ երկրավորի ժամանակով,
ու դրանից են կոմ բան չկա, բայց Տերը հայտնի ցույց է տալիս է, մենք գիտենք, որ ավետարանն ասում է եւ եղբայրը Քրիշախբերն է կարտած այդ տեղը առաջի Կորինթացիս 15-ի 19, որ եթե մենակ այս կյանքի մեջ ենք հույսերս դրե Աստծո վրա, մենք ամենաողորմելի մարդիկ ենք։ Հիմա Ղազարոսի ներսը ինչ կար, սիրելիներ, ինչ փնտրտուք կար, ինչ բան էր հայտնի եղել իրան, ինչ էր հայտնվել, որ ինքը այդ համբերության մեջ սպասում էր այդ հիրանալի օրվանը։ Ու երբ որ այդ հիրանալի օրը եկավ, կարծես ամեն բան ընկավ իր տեղը, սիրելիներ։ Ու մեր փնտրտուկը ինչ է հիմա այս կյանքի մեջ, ինչ ենք մենք փնտրում, ինչ ենք որոնում, Առակաց գրքի մեջ 30-րդ գլխի մեջ խոսքեր կա գրված, սա Առակաց 30-ի 7-րդ, 8-րդ խոսքը 9 կկարդամ, ասում է, քեզանից երկու բան եմ խնդրում, ինձանից մի արկերիլ, ես դեռ չմեռած, ունայն եւ սուտ խոսքը հեռացրու ինձանից, աղքատություն կամ հարստություն ինձ մի տար, ինձ համար որոշված հացով կերակրիր ինձ, չլինի, որ կշտանամ, քեզ ուրանամ, եւ ասեմ, թե ով է Տերը, եւ չլինի, որ չկավորանամ եւ գողանամ եւ զուր հիշեմ իմ Աստծո անունը։ Գիտեք, այս մարդուն էլ էր բացվել այդ կարևոր խորհուրդը։ Այս մարդը չէր ուզում այդ հնարավորությունը, այդ իրան տրված վիճակը ձեռքիցը բաց թողնել։ Ասում էր, խնդրում եմ, այս բաներն արա, ինձ չգիտեմ, շատ ավել հացեր պետք չեն, չգիտեմ, ճոխ վիճակներ պետք չեն, որոշված հացով կերակրիր, մենակ ես մնամ քո ճանապարհների մեջ։ Ինչքան կարևոր է Աստծո ճանապարհների մեջ մնալը։ Մեզ թվում է, թե մենք այս ժամանակավոր երկրավոր բաների մեջ ինչ որ հաջողությունների հասանք, այդ լավ է լինելու։ Սիրելիս, դու հասե այդ բաներին, բայց քո ներսը մի կենտրոնացրա, մի դարձրա այդ ապրելուտ միջոցը, մի դիր սրտիդ մեջ, որ դու այդ բաներին պետք է հասնես, որ կյանքդ հաջողվի, առանց դրա հասնելու է լասուն ուսալով, կարևորին դու կհասնես, ամենակարևորին, Քրիստոս կյանքի հայտնությունը այսօր Աստված տվել է, Հռոմեացիս թղթի մեջ գրված է, ինքը արգելեց բոլորին անհավատության մեջ, եւ առաջի գլխում մեջ այնտեղ գրված է, ինչ որ Աստծո մասին պետք է գիտենալ, Աստված հայտնեց նրանց, Աստված հայտնել է ինձ ու քեզ, բոլորին է հայտնել, եւ մեկին չի թողել, որ անհավատ մնա, բայց ովքեր փրկության արժանացան, ովքեր գնացին այդ ճանապարհով, Քրիստոս ճանաչելու ճանապարհով գնացին։ Հիշում եք, չէ՞, Պողոս առաքյալը ինչքան էր գնացել այս ճանապարհի մեջ, ինչ էր Եփեսացիս թղթի մեջ, չէ, Փիլիպեցիների կներեք, Փիլիպեցիների մեջ 3-րդ գլխում 7-րդ խոսքից ասում է, բայց ինչ բան որ ինչա էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Ճանաչողության ճանապարհ էր գնում։ Ինչքան մոտենում էր Տիրոջը, այնքան հասկանում էր, որ այս կյանքում ամեն բաները ունայն են, սիրելիներ։ Եվ ասում է, հենց ամեն բաներն էլ վնաս եմ համարում, ամեն բաները, իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար հասել էր այս ճանաչողության։ Հասել էր, ինքը շեշտում է, գերազանց գիտության համար։ Գերազանց, այսինքն ինքը տեսնում էր Քրիստոսի մեջ կյանքը։ Եվ ինչքան այդ կյանքի ճանաչողությունը, հայտնությունը լցնում էր նրա ներսը, այնքան ինքը աշխարհից հեռանում էր։ Աշխարհը թողնում էր, վայելքը թողնում էր, ծիրանի բեզը չէր իր փնտրտուկը, իրան Քրիստոս կյանքի հայտնությունը բերել էր միտեղ, որ ինքը ամեն բանի հոժարել էր, ամեն բան աղբ էր համարում, ամեն բան իրանից հեռացնում էր, ասում է, որի պատճառով ամեն բաներից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Նրա նպատակը, սիրելիներ, որ այդ կյանքին հաղորդ դառնա ամբողջովին, լցվի այդ հավիտենական կյանքով, եւ շարունակությունը երկու համարը կարդամ, նրանում գտնվիմ եւ ոչ թե իմ արտարություն ունենամ, որ օրենքիցն է։ Չէ, մենք մեզնով չենք ասում, թե այսպես էր կյանքը, մենք այսպես ենք սովորել։ Ոչ, կյանքի հայտնություն կա։ Քրիստոս կյանքի հայտնություն կա, որ այսօր փոխել է ամեն բան, սիրելիներ։
Ու այդ փոխված մարդը դու ես, ես եմ։ Հաստատիր քո ընտրությունը նրա մեջ։ Մի վարանիր, աջ ու ցախ մի նայիր, մի մտածիր, թե աշխարհում էլ բաներ կան, որ չես վայելել։ Թող այդ ամեն ինչը սիրելիս։ Ինչ որ պետք է Աստված իր ժամանակին տվել է ու կուտա։ Աստծո ձեռքը չի կարճացել։ Ամեն բան մեզ համար Աստված պատրաստել է, բայց ուզում է, որ դու լավագույնը ընտրես։ Եղբայրը որ հիշեցրեց, չէ, Աստված Հովսեփի հետ էր։ Գիտեք, երկրորդ մնացորդած գրքի մեջ ինչ կա գրված 15-րդ գլխում ասում է. լսեցեք ինձ ով ասա, երկրորդ խոսքից է, եւ բոլոր Հուդա եւ Բենյամին, Տերը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նրա հետ եք։ Եվ եթե դուք նրան որոնեք, կգտնեք նրան, իսկ եթե նրան ձգեք, նա էլ ձեզ կձգե։ Տերը ձեզ հետ կլինի։ Տերը ձեզ հետ է, որովհետև դուք նրա հետ եք, սիրելիներ։ Եթե դու նրա հետ ես, Տերը քեզ չի տոնի։ Եթե դու նրա ճանապարհների փնտրտուքի, որոնման, խնդրելու մեջ ես, Աստված ամեն ինչ կհայտնի։ Աստված ամեն ինչը դժվարության մեջ էլ ամեն դժվարությունները բարին գործակից դարձնե։ Մենք կսենք, չէ, դժվար է, էս են, բայց Աստծո հետ, սիրելիներ, դու Աստծո հետ ես կայլում, Հիսուսի հետ ես կայլում, Հիսուսը անցել է դժվարությունները, նեղությունները եւ քեզի տվել է հավիտենական կյանքը։ Արել է այնպես, որ դու հավիտենական կյանքի ժառանգորդը դառնաս։ Նրա մեջ տեսնես այդ փրկության ուրախությունը, եւ իշես Պողոս առաքյալը Ֆիլիպպեցիների շարունակության մեջ ասում է, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, նրա չարչարանքի մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով, որբեսի մեռելների հարությանը հասնեմ։ Ինչ երանելությունների մասին է խոսում։ Ինչեր է բացվե, ու ինչեր է փոխանցում խոսքով մեզի, որ մենք էլ հավատքով ընդունենք, սիրելիներ։ Մենք էլ մտնենք սրա մեջ, չերկմտնենք, չվախենանք։ Եսայի մարգարեության մեջ խոսք կա գրված. Տեսեք ինչ է ասում։ Ասենք մենք մեր հույսը ում վրա ենք դրել եւ ինչ կարող է տեղի ունենալ։ 54-ի առաջի խոսքն ասում է. ցնծա ով ամուլ, որ չէիր ծնում։ Բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չքաշող, որտեվ երեսի ցկվածի որդիքը շատ են Արամբի որդկանցից, ասում է Տերը։ Այսօր մեկը կասի չի ստացվում, ոնց որ չեմ կարողանում, սիրելիս, Աստված կստացվեցնե քո մեջը։ Դու հաստատուն եղի, մի վախեցի, մի վարանի։ 55-ի մեջ է գրված 6-րդ խոսքից. խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է։ Ամբարիշտը թողե իր ճանապարհ, անօրեն մարդ իր խորհուրդները եւ դառնա Տիրոջը, եւ նա կողորմե նրան։ Թող Տերը փառավորվի։ Եղբայրը հիշեցրեց Լավոդիկեի եկեղեցու մասին։ Լավոդիկեի եկեղեցին, սիրելիներ, այսպես հայտնության գրքով, որ նայում ենք վերջի եկեղեցիներ, եւ գիտեք, այնտեղ ինչն էր խնդիրը։ Գիտեք, շատ անգամ կարելի է խոսալ, այստեղ որ մի կարճ մտքի վրա կուզեմ մենք նայենք, նրանց գաղջ եղնելու մեջ էր խնդիրը, գաղջ, որ ոչ ցուրտ էր, ոչ էլ տաք էր։ Ցուրտը, գիտեք, սիրելիներ, ցուրտը կհասկանա, որ ինքը հերրու է Աստծուց։ Տակն է կհասկանա, որ տակը Աստծո մեջ է, օրհնություն ունի, նրա մեջ է քայլում, փնտրտուքներ ունի։ Բայց գաղջը այն տեսակն է, որ այստեղից էլ ունի, այնտեղից էլ ունի։ Ոչ ստեղ է հաստատված, ոչ այնտեղ է հաստատված։ Աստվածպաշտության կերպարանքը ունի, բայց նրա զորությունը ուրացած է։ Սիրելիներ, սա ամենավատ վիճակն է։ Հիմա եթե ես այսօր ոչ Ղազարոսի կողմն եմ ընտրել, ոչ էլ հարուստի, կամ երկուսն է միաժամանակ իմ ընտրության մեջ կա։ Մեկը այնպես կերտամ, մեկը այնպես կերտամ, ինչ է լինելու քո վերջը։ Տերը ասում է, նրան կփսխեմ իմ բերանիցը։ Այդպեսներին, որ լուծում կարծես չի գտնում, մարդ, որը իր վրա վստահ է, որ իր աչքերը տեսնում են, իր ականջները լսում են, այդ խորհուրդներն ընկալում է, հասկանում է, բայց եղբայրը շեշտեց, շեշտը դրեց չէ դրա վրա։
որ ասում ես հարուստ եմ, մեծացա, ոչ մի բանի կարոտ չեմ, սիրելիներ, ինքնավստահություն։ Պողոս Արաքյանն ասում էր, ոչ թե իմ արտարությունը ունենամ, այլ Քրիստոսի արտարությունը։ Հիմա սա քո արտարությունն է։ Դու հարուստ ես, ամեն ինչ ունես, բայց ասում է, չգիտես, թե դու թշվառ ես, ողորմելի ես, աղքատ, կույր եւ մերկ։ Գիտեք, սիրելիներ, ասենք Պողոս Արաքյալը այդ մասին գրում է, խորհուրդը բացում է շատ թղթերի մեջ եւ ամբողջ ավետարանը, որ մենք տեսնենք մեր վիճակը, ոչ թե թեկուզ ինչ որ մի փոքր տեղ ապավինենք մեր մտքին, մեր հասկացածին, այլ ավետարանի մեջ կարողանանք մենք մեզի տեսնել։ Ամեն երկրավոր բաները, մարդկային մտքից, այդ արգասիկից ծնված բաները թողնենք։ Ավետարանի խոսքը խորհուրդը եղբայրը իշեցրեց։ Գիշեր ցերեկ սրա վրա մտածես։ Այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես ու խելամուտ կլինես։ Քո խորհուրդները կհաստատվին, սիրելիներ։ Տերը ձեզ հետ կլինի, եթե դուք նրա հետ եք։ Տերը խոստացել է ու չպիտի տոնա։ Եվ ավետարանն ինչ է ասում Եբրայեցիների թղթի մեջ, սիրելիներ, կուզեմ այդտեղն էլ կարդամ 12-րդ գլխի մեջ, առաջի համարից ասում է, ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք, մեզ շրջապատած է։ Մեր առօրյայի մեջ այնքան բաներ կարող ենք տեսնել, լսել, ավետարանի մտի գնել, սրտի մեջ ընդունել, այդ բոլոր վկայությունները հասկանալ, քննել, վերլուծել, իշքան որ մեր հոգու աչքերը տեսնում են, հավատքով ընդունենք, որ իր խոսքը կատարվի, եւ ասում է, թե ընկծենք ամեն ծանրությունը, մեզ ջուրավ պաշարող մեղքը, համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը։ Ինչ ասպարեզ է։ Հավատքի ճանապարհն է, նեղ է, փշոտ է, կարկարոտ է, բայց մեզ համար ընթացք է։ Պողոս Արաքյալ, որ հիշեցրեց եղբայրը, ընթացքը կատարեցի, չէ, հավատքը պահեցի։ Այդ հավատքի համար դու աշխատանք տար։ Քո ընտրությունը հաստատե, քո վիճակի մեջ մի տրտնջա։ Էս ինչ է եղել։ Աստված գիտե ամեն ինչ, քեզի կարող էր շատ բարձր տեղ տնել, կարող է չգիտեմ ինչ վիճակների մեջ դնել, բայց դու այդտեղ հայտնվել ես, այդտեղ ես գտնվում, գոհացող սիրտ ունեցի։ Սիրտդ բաց Աստծո առաջ, մի տրտմի, մի բողոքի, այլ գոհացող սիրտ ունեցի, Աստված ամեն ինչ կանի, Աստված ողորմած է, սիրող է, Քրիստոսով ամեն ինչ տվել է մեզի, եթե իր որդին է տվել, ինչ պետք է խնայե մեզի։ Ու Քրիստոսի սերը քեզի ոչ մի բանից չի բաժանի, սիրելիս։ Այստեղ ասում է համբերությամբ վազենք մեր առաջին տրված ասպարեզին տածքը։ Մտիկ տանք հավատքի զորագլուխին եւ կատարողին Հիսուսին, որ իր առաջին տրված ուրախության փոխանակ խաչը հանձը առավ։ Ինքն էլ կարող էր չէ ընտրել ուրախությունը, երկինքը թողեց եկավ, բայց երկինքը կրնար չթողնար։ Հոր մոտ եղած դուրախությունը, բարկը, գրար չթողնար, բայց երբ որ խորհուրդ եղավ, ով կգնա մեզ համար, չէ, Եսայի մարգարեության 6-րդ գլխի մեջ եղբայրը հիշեցրեց, ով կգնա մեզ համար։ Այնտեղ ասում է, ահա ես ինձ ուղարկիր, ասում է գնա այս ժողովրդին ասա։ Տեսնելով կտեսնեք, լսելով կլսեք։ Թող Տերը օգնե, սիրելիներ, մենք շատ կարիք ունենք այդ խոսքին։ Ու ասում մետիկ տանք հավատքի զորագլուխին կատարողին Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձ առավ, ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Գիտեք, ասենք ավետարանն ասում է Տիրոջ մասին, որ թքեցին, ծեծեցին, անարգեցին, ծաղրեցին։ Ու ինքը ինչի էր համբերում։ Այսօր առավոտ այդպես մտածում էի, ասում էի, Տեր Աստված, մեզի չեն թքել, չեն ծեծել, այդպես չեն էլ նախատել։ Մենք կունենանք, դու որ այդպես զորավոր, դու Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, այլ իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ։ Իրան խոնարեցրեց, հնազանդ եղավ մինչև մահ, էն էլ խաչի մահ։ Սիրելիներ,
Ընդամենը շատ բան չի պահանջվում։ Այդպես պարզ հավատքով դու էլ համաձայնվես։ Հոժարես, քո ուրախությունը դառնա Քրիստոսը, որ բոլորիս ուրախությունը այսօր կարծես ինքն է, բայց կարողանանք այդ լույսի ներքև քննենք մեր անձերը, նայենք մեր ներսը, մեր ներսը այսօր շիդակ է, արդյոք մեր ներսը պատրաստ է, արդյոք մեր ներսը չի գնում են չգիտեմ ինչ որոշումներով, որ հեռացնելու է մեզի Քրիստոսից, թե մեր ներսը այդքան համբերություն կա, ուրախություն կա, Ղազարոսի պես, չգիտեմ ինչ վիճակների մեջ ենք, բայց մենք սպասում ենք Տիրոջը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Շնորհակալ եղնենք Աստծուց ամեն բանի համար, սիրելիներ։ Գոհացող սիրտ ունենանք։ Աստծո խոստմունքը մեր ամենքիս վրա է։ Ովքեր վերցնում են այդ խոստմունքը, նրանն է։ Աստված չի ասել դու չէ, դու։ Այդպես բան չկա։ Ասում է եկեք ինձի, բոլոր հոգնած բեռնավորված։ Այսօր մենք եկել ենք նրանով լցվելու, նրա հետ հանդիպելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։